փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ։ Եվ վերջնական։ Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, մանրամասնեց. Դրա համար մի քանի տրիգերներ են պետք։ Մենք ուշադիր ենք լինելու այդ տրիգերների առկայության դեպքում կլինի թե փողոցային պայքար, թե ազգային ժողովում պայքար, ամեն ինչ միասին պետք է լինի։ Մենք քայլ-քայլ հիմա արեցինք 5 ամենանդիմադիր ուժերով հայտարարությունը, դրանից հետո հաջորդ քայլերը կլինեն։ Ես ձեզ ասել եմ, մենք հերթով քայլ-քայլ գնալու ենք առաջ, դրա համար էլ ընտրեցինք ազգային ժողովը։ Լուրերի հարցին, բայց արդյոք մանդատներ վերցնելը չէր նշանակում, որ դաշինքն ի սկզբանե գիտակցում էր, որ չունի բավարար ռեսուրս հանրահավաքների միջոցով իր վերջնանպատակին հասնելու համար, Կարապետյանը պատասխանեց. Քանի որ մենք գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, հիմա դուք կարող եք չկասկածել ձեր մտածած ձևով ամեն ինչ կարելի անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը։ Դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, կգա օրը, մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք։ Լուրերը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Կարապետյանը հայտարարել էր, որ եթե Վարդևանյանը սահմանադրական դատանում այսպես ասած գաստա, ինքը վարչապետ կդառնա, ինչ պատահեց։ Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ զապարոժեց էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց։ Մեր հարցին, արդյոք մանդատներ վերցնելով դաշինքը չի ճանաչում իշխանության լեգիտիմությունը։ Բացարձակ։ Կամության արդյունքները չեք ճանաչում։ Իշխանությունն էլ չուզեց իր լեգիտիմությունը ճանաչել։ Ես արել էի կոնկրետ առաջարկություն։ Գնանք, օգնենք ձեզ, եթե իրոք հաղթել եք կամ հաղթում եք, գնանք, ընտրվեք ճիշտ ձևով, օրինական ձևով, մենք էլ ձեր լեգիտիմությունը կճանաչենք։ Իրենք այլ ճանապարհ ընտրեցին։ Դատական նիստի ավարտից հետո Կարապետյանը անդրադարձավ նաև անձնագրում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նշում ունենալու մասին շրջանառվող լուրերին, նրան հարցրին, թե այդ նշումը ինչի հետ էր կապված։ Փաշինյանի պատվերով։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող էր այդպիսի պատվեր տալ ռուսական կառույցներին, Կարապետյանը պատասխանեց. Ինքը նորմալ դեր ունի այնտեղ, մի կասկածեք, նորմալ հնարավորություններ ունի այդ կառույցներում, դրանով էլ պայքարեց մեր դեմ։ Եկատերինբուրգում կայացած Նիկոլ Փաշինյան-Միխայել Միշուստին հանդիպման մասին Կարապետյանին հարցրին, ինչպես է պատկերացնում ընդդիմության հաջողությունը, եթե մի կողմում կա չեզոքություն նրա իշխանության նկատմամբ, մյուս կողմից էլ կոնսենսուս։ Ինքը որ գնաց Ռուսաստանին եղավ։ Ամեն դեպքում վերականգնեց։ Գնաց ասեց, որ ես ձեր Նիկոլայն եմ։ Հիմա ռուսները կհավատան, չեն հավատա, ես շատ գիտեմ, կտեսնենք։ Կարապետյանը նաև հայտնեց, որ իր եղբորորդին վերցնելու է մանդատը եւ պատրաստ է 1 դրամով աշխատել։ Հիմա 3 Նարեկը հայտարարեց, որ ինքը պատրաստ է, մյուսները կտեսնենք, ամեն մարդ ինքն է որոշում։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդը անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։ Իրենք վստահ եմ Ծառուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու, Ծառուկյանը ուժեղ հաղթանդամ տղամարդ է, դեռ իր խոսքը կասի եւ ընդդիմության հետ մասնակցի իշխանափոխության բոլոր ծրագրերին։ Կարապետյանը նաև նշեց, որ Ուժեղ Հայաստանը դեռ որոշում չունի, ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնը վերցնելու են, թե ոչ, հայտնեց նաև իրենց գաղտնի պլանի մեկ այլ քայլի մասին։ Մարզերից սկսելու ենք, մասնակցել ենք բոլոր ոչ բոլոր, հիմնական թիմ ընտրություններին, դա լինելու է մեր գաղտնի ծրագրերի մաս, տանելու ենք հաղթանակներ, դուք էլ կտեսնեք։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվեց Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, քննարկվեց գործով մեղադրյալ Վլադիմիր Թավջումանյանի խափանման միջոցի երկարացման հարցը։ Նշենք, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված համակցված խափանման միջոց գրավ 25 միլիոն դրամ, բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն։ Դատարանը որոշեց կիրառված խափանման միջոցները թողնել անփոփոխ։ Դատարանը թույլատրեց Թավջումանյանին գնալ աշխատանքի։ Քրիստինե Թորոսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։